Ես շատ ուրախ եմ, որ մենք համագործակցելու ենք իրար հետ, քանի որ միայն միասնական ուժերով մենք կարող ենք այս չարիքը հանել մեր երկրի վրայից։ Մենք բոլորս վերջի օրերին տեսնում ենք ինչ է կատարվում, ավերում են մեր եկեղեցիները, դրա տեղը հայտարարում են, որ Հայաստանում կառուցելու են հարյուրավոր մզկիթներ, դրա համար բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա արդեն իշխանության կռիվ չէ, սա իրոք հայապապանության կռիվ է։ Ձևական խաղաղության անվան տակ ամեն ինչ անում են, որ ապահովեն Ադրբեջանի ներկայությունը մեր երկրում։ Իսկ մենք արդեն ունենք այդպիսի խաղաղության փորձեր, մենք ունենք Արևմտյան Հայաստան, շատ խաղաղ է, բայց առանց հայերի։ Ունենք Նախիջևան, որտեղ շատ խաղաղ է, բայց առանց հայերի։ Ունենք Արցախ, որտեղ հիմա շատ խաղաղ է, բայց առանց հայերի։ Մենք պետք է պայքարենք, որ հանկարծ նույն Աստվածչանի իրավիճակը ամենալավագույն դեպքում մեզ համար Սյունիքում չլինի, իսկ ամենավատագույնը ամբողջ Հայաստանում չլինի։ Ողջունում եմ բոլորին, ողջունում եմ Հայաքվեի խորհրդին, շնորհակալ եմ մեզ միանալու համար, շնորհակալ եմ միասնականության կոչին արձագանքելու համար, նաև կուզենայի ողջունել ապրելու երկրի կուսակցության ղեկավարներին, ում հետ մենք քննարկումներ ենք ունեցել եւ մեր ընդհանուր տեսլականները համընկնում են Հայաստանի զարգացման, նաև պարոն Սարգսյանին, ում հետ արդեն տևական ժամանակ աշխատում ենք եւ տեսնում ենք, որ իրար հետ հնարավորություն ունենք զարգացնել մի քանի ծրագրեր եւ պարոն Հարությունյանին նույնպես կարծում եմ, որ մեր հանդիպումը մեր հասարակության են սպասելիքները, որ կա միասնականության, կփարատի եւ մենք ցույց կտանք, որ քաղաքական ուժերը ոչ միայն քաղաքական process-ներում ինչ որ բաներ բաժանելու, այլ ավելի շատ միասնելու եւ միասնականության մասին են, առաջնահերթություններ ունենալու մասին են։ Հարգելի գործընկերներ, նախ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ հրավերի ընդունելության համար եւ համագործակցության հնարավորության։ Պարոն Կարապետյան, դուք նշեցիք, որ իսկապես առաջիկա ընտրությունները դա դասական ընտրություններ չեն քաղաքական իմաստով, այլ հանրաքվե են Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Եվ այդ հանրաքվեն ունի հստակ այո եւ ոչ։ Մենք հանրաքվեի այոյի կողմ ենք, ենթադրաբար բոլորս միասին, դա Հայաստանը ազգային պետության, հարատև ազգային պետության ուղով տանելու ուղին է։ Ոչը դա գործող իշխանության ուղեգիծն է Հայաստանը թուրք-ադրբեջանական պարտադրանքին ենթարկելու եւ այդ պարտադրանքի համատեքստում ցանկացած հնարավոր զիջումներ իրականացնելու եւ ի վերջո հայկական պետականությունը կազմալուծելու եւ կազմաքանդելու ուղեգիծն է։ Մենք դրանում համոզվել ենք եւ անկեղծ ասած դրանում համոզվելու համար հատուկ նոր ապացույցներ պետք չեն։ Ամեն շաբաթ նոր ապացույց է բերում։ Քանդված եկեղեցու, փոխված անձնագրերի, ադրբեջանցիների սանձարձակության, մեր ազգային ինքնությունից հրաժարվելու, եկեղեցու դեմ այս իշխանության եւ ադրբեջանական իշխանության միասնական արշավի եւ բազմաթիվ այլ տեսքերով։ Մեզ հավելյալ ապացույցներ պետք չեն եւ մեր այդ իմաստով որոշումը շատ հստակ է, որ պետք է ազգային ուժերի դաշտում տեղի ունենա կոնսոլիդացիա եւ այդ կոնսոլիդացիան պետք է ապահովի գործող իշխանության խաղաղ սահմանադրական ճանապարհով իշխանազրկումը։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի այս իշխանությունը վերարտադրվի, որովհետեւ ինչպես արդեն մենք ասացինք, դա բերելու է հայկական պետականության կազմալուծմանը։ Ուստի մենք ուրախ ենք, որ դուք որոշում եք ընդունել մտնել քաղաքական դաշտ, մեծ պատասխանատվություն ստանձնել այդ դաշտում միավորող բևեռի, այդպիսի միավորող կենտրոնի դեր եք ստանձնել եւ պատրաստ ենք մեր ուժերը եւս ներդնել այդ մեր նպատակի մեջ։
Այսօր մենք պատրաստվում ենք հուշագիր ստորագրել եւ այդ հուշագրի նպատակները շատ հստակ են։ Մենք պատրաստ ենք մեր կարողությունները իսպազ դնել ընդհանուր նպատակին, դա կլինեն քարոզչական կարողություններ, դա կլինեն ընտրությունների օրինականությունը վերահսկելու կարողություններ, կազմակերպչական կարողություններ, բոլոր այդ կարողությունները իսպազ դնենք, որովհետեւ թույլ չտանք գործող թրքամետ վարչախմբի վերարտադրությունը։ Եվ համոզված եմ, որ դուք էլ կիսում եք այդ նպատակը եւ միասին համատեղ աշխատելով, մեր ուժերը համադրելով, մեր ջանքերը համադրելով մենք կարողանանք այդ նպատակը իրականություն դարձնենք։ Նորից ձեզ շնորհակալություն ենք հայտնում այս հնարավորության համար։ Ողջունում եմ ձեզ, պարոն Կարապետյան եւ հարգելի գործընկերներ, ովքեր որ այստեղ են եւ այս կարեւոր հարցի շուրջ համախմբման քայլեր են իրականացնում։ Ես նախ եւ առաջ ուզում եմ շատ բարձր գնահատել այն քայլը, որ դուք անում եք քաղաքականության մեջ ձեր լումաններ դնելու, տեսնելով հանդերձ, թե ինչ ցախողման եզրին է մեր երկիրը, պետությունը, եւ ես դա շատ բարձր եմ գնահատում որպես անznազողության քայլ, եւ ես դա Նաև տեսել եմ մեր ընդհանուր ընկերոջ մոտ Ռուբեն Վարդանյանի, ով որ հենց նույն դրդապատճառներով փորձ էր կատարում Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխել, որպեսզի մեր երկիրը չգնա այն ճանապարհով, որով ընթացավ այս տարիների ընթացքում եւ որը բոլորիս ամոթի տեղիք է տալիս։ Եվ ես գիտեմ, որ դուք նույնպես ձեր երազանքը սա չի եղել, բայց դուք այդ բեռը վերցրել եք ձեզ վրա եւ ավելորդ է ասել, որ մեր բոլորիս ջանքերը ուղղված են լինելու ի նպաստ այդ մեծ առաքելության, որ դուք ստանձնել եք իրականություն դարձնելու։ Այն, որ մեր երկիրը կործանվում է տարբեր առումներով, դա բոլորս ենք տեսնում, բայց որ կորցրել ենք մեր ինքնությունն ու արժանապատվություն ունենալով 19 առնվազն 19 գերի Բաքվի բանտերում եւ մեր կառավարությունն ու իշխանությունը հայկական պետությունը ոչինչ չի անում նրանց վերադարձի համար, սա խոսում է այն մասին, որ մենք մեր արժանապատվությունն ու պատիվը որպես հայ ժողովուրդ վերականգնելու համար այլ անելիք չունենք, քան կարճ նպատակում այս իշխանություններից ազատվելու օր առաջ ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով ցանկալի է եւ որից հետո նաեւ պիտի զբաղվենք մեր երկիրը ուժեղացնելով, մեր գերիներին վերադարձնելով եւ կառուցելով հայկական ամուր պետություն, որտեղ յուրաքանչյուր հայ մարդ պաշտպանված է զգալու, իմանալու է, որ իր թիկունքում ունի պետություն։ Ես համոզված եմ, որ այդ նույն հայացքն է ձեզ բերել քաղաքական դաշտ եւ մեզ համար երբեք քաղաքականությամբ զբաղվել ինքնանպատակ չի եղել, այն պիտի ունենա չափելի արդյունք։ Չափելի արդյունքը այս իշխանության հեռացումն է եւ Հայաստանի Հանրապետությունը որպես հայ ժողովրդի եւ հայ մարդու պահապան վերականգնելը։ Ես շատ ուրախ եմ այս համագործակցության համար, ուզում եմ վստահ լինեք, որ ապրելու երկիր կուսակցությունը ջանք չի խնայելու, որ օր առաջ հունիսի 7-ի հաղթանակը ամրագրվի արդեն որպես իրողություն եւ միասին կարողանանք մեր երկիրը դուրս հանել այս իրավիճակից, ուղղել մեր մեջքը եւ հպարտ լինել մեր պետությամբ եւ մեր ազգությամբ։ Ես շնորհակալ եմ ձեր քայլի համար եւ այն, որ մենք միասին անցնելու ենք այս դժվարին ճանապարհը, իմացեք, որ ձեռք եք բերել շատ վստահելի, շատ հուսալի գործընկերներ անձինս մեզ եւ մեր թիմակիցների։ Շնորհակալ եմ։ Շնորհավոր եմ բոլորիս։ Փոփոխությունը արդեն եկել է, ոչ թե գալիս է եւ 8 տարվա իշխանության պառակտմանը փոխարինելու է եկել միասնությունը, սեղանի շուրջը արդեն դա երևում է, թուլությանը արդեն փոփոխելու է եկել ուժը եւ այս առիթով շնորհակալություն եմ հայտնում ձեզ պարոն Կարապետյան կոչի համար եւ մեզ բոլորիս կոչին արձագանքելու, ականջալու լինելու, կուսակցական, անձնական բոլոր ամբիցիաները ստորադասելու հանուն պետական շահի, հանուն համախմբումով հզոր եւ հարետև Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Պարոն Կարապետյան, ես էլ ձեր թույլտվությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեր առաջարկինի պատասխան մեր բոլորի դաշինքին միացած այլ ուժերին։ Իմ կարծիքով այստեղ միանալու ոչ թե ձևաչափն է էական, հուշագիր է թե դաշինք է, այլ մոտեցումը, գաղափարախոսությունը ու մեկ միասնական նպատակը։ Ես նորից եմ ուզում շնորհակալություն հայտնել եւ հույս հայտնել, որ հունիսի 8-ից հետո մենք նույնպես միասին ամեն ինչ անելու ենք, որ ապահովենք մեր երկրի ուժեղ զարգացումը։